Առաջնահերթ Հայաստանին անվտանգություն է պետք, որպեսզի դրսից ներդրումներ կարողանան կատարեն, Հայաստանը տնտեսությունը տանեն առաջ։ Եթե անվտանգային համակարգ չլինի, ոչ մի ներդրող վստահություն չունենա, չի գա այստեղ ներդրել։ Ամենաառաջնահերթ Հայաստանի պետք է անվտանգություն եւ խաղաղություն։ Ամենաառաջնահերթ խնդիրը, համար 1 խնդիրը դա է։ Հետո նրանից հետո տնտեսությունը կամանցից պետք է դրսից ներդրումներ կարողանան բերեն, թե գյուղատնտեսության, թե քաղաքում ինչ-որ զավոդներ կամ ինչ-որ այլ հիմնարկ ձեռնարկություններ հիմնեն, որպեսզի կարողանան Հայաստանի տնտեսությունը առաջ տանեն։ Դրանք են մարտահրավերներն, նենց չի, որ ասենք մենակ գյուղատնտեսության հետ կապված չի։ Ամեն ինչը մեկը մյուսով կապված է։ Եթե գյուղացին մշակում է, քաղաքացին այդ ֆինանսը չունի, որ կարողանա կնի այդ ապրանքը, դե բնականաբար մեկը մյուսով ազդում է։ Պետք է դա աշխատատեղը լինի, որ մեկը մյուսի հետ կապված են, սա շահ կապված են։ 50%-ով լավացել է դեպի մարդու ֆինանսն է լավացել, թե մարդու կյանքի որակը որն է։ Եթե գնաճի հետ համեմատենք, ո՞նց կարա լավացած լինի։ Կարող է 10,000 աշխատավարձ բարձրացրած լինեն, բայց գնաճը ավելի շատ է ելել։ Էլ ո՞նց կարա լավանա։ Փոփոխություններ, որ ասես չի ելել, կա, եղել է։ Բայց նաև կան ինչ-որ տեղերում շատ բյուրոկրատական քաշքշուկներ։ Օրինակ, ասենք հողի հետ կապված, ասենք կադաստրային ինչ-որ մարդկանց հողերի հետ չափագրումներ, դրանք շատ բյուրոկրատական քաշքշուկներ են ունում։ Ասենք դու չես անմիջապես շփվում կադաստրի աշխատողների հետ։ Օնլայն տարբերակով սա ասենք ոնց որ դու ուղարկես այդ հողիդ պատասխանը կա, ինչ-որ մի հատ պոլե չուձեսի ձևով հարց է գալու, որը այսօր շատ մարդիկ տեղյակ չեն դրանից, ասենք օրենքները չգիտեն կամ թե լրիվ փոփոխություն է կատարվել, բայց մարդիկ այսօր էլ իրազեկված չեն։ Պարզեցված պետք է լինի ամեն ինչը, պարզեցված։ 1-2 օրում պետք է ասենք մարդը մի հատ հող է ուզում գրանցի կամ ինչ-որ չափագրումներ անի, մի օր 2 օրում տևա, բայց տևում է 5-6-10 օր կամ սխալ ձևակերպումներ ալը, մեկը մյուսով ասում այնտեղ մեկը սպուտնիկը տոշնի չի տվել, կոմպյուտերը չի տվել, կոդը սխալ է։ Սենց բաներ կա, բայց փոփոխություններ էլ նաև դրական էլ կա, որ ասես չկա։ Դե կոնկրետ ինչ որ ասենք ճանապարհաշինարարությունն է կատարվել, դպրոցաշինարարությունն է կատարվել, կա, որ ասես փոփոխություն չկա, սուտ կլինի, բայց դա բավարար չի, համարժեք չի, քիչ է, դա քիչ է։ Այսօր գյուղացին հատկապես երիտասարդությունը չի ձգտում գյուղում, որտեղ ապագա չի տեսնում հողի ջրի հետ կապված, որովհետև գյուղատնտեսությունը անկում ապրում, մանր այս տնտեսությունները չեն կարող գոյատևեն այս եղանակային, բնակլիմայական, ջրի պակասը, թունակի մակատների պարադանյութի հետ կապված խնդիրները շատ մեծ են ելնում, ինքնարժեքի հետ կապված բերք ու բարիքի, դրա համար երիտասարդությունը չի տեսնում գյուղում, ապագա ձգտում է քաղաք։ Բայց այսպիսով շարունակվելով գյուղը ժամ-ժամի դադարվում է, որ մի մասը ձգտում է դեպի դուրս, արտերկիր աշխատանքի, մի մասն էլ այսօր Երևանում գտնում է ավելի հարմար է իր համար փող վաստակելը, իր ընտանիքի հարցերը լուծելը, քան թե գյուղում ինչ-որ հող մշակի, անասնապահությունով զբաղվի, որպեսզի իր տնտեսությունը զարգացնի։ Այս սրանով հանդերձ գյուղը մի քանի տարուց հետո հողերը բոլորը կթողան կամայանա, չեն կարող պահեն իրանց հողատարածքները, սենց շարունակ, տնտեսությունը առաջ չի գնա։ Ես ծնվել եմ սովետական միության կարգերի ժամանակ, ես փոքր երեխա եմ ել այն ժամանակ, բայց տեսել եմ, որ պետությունը միշտ աջակցել է գյուղատնտեսությանը, առանց պետության աջակցության կոլտնտեսությունը գոյություն չէր ունենա։ Հիմա ավելի ծանր վիճակ է, ճիշտ է, պետությունը աջակցում է մեծ խոշորացման, կոոպերատիվացման, բայց սենց մանր տնտեսությունների վրա ուշադրություն չի դարձնում։ Մարդը կես հեկտար ունի, 1 հեկտար, 2 հեկտար, սրանք չեն կոլեկտիվ անում, որպեսզի դառնան մի միավոր, կարողանան կաթիլային ոռոգում ստեղծեն կամ ինտենսիվ այգիների համակարգը, իրացման խնդիր կա, այսօր մարդիկ չեն կարող իրացնեն, մանավանդ արտահանման խնդիր կա, սեղանի սորտեր են դնում, խաղող են մշակում, գալիս հասնում են ժամանակ, դառնում 150-200 դրամ, դա ինքնարժեքից էլ ցածր է։ Այսօր դրա համար հիասթափվում է գյուղացին, եթե մարդը մշակի արդյունք չստանա, ճիշտ է սիրում է իր հողը ջուրը շատ է սիրում,
ով որտեղ ծնվել է, աճեցրել է, դա սիրում է, բայց նաև պետք է հողի ջուրը կարանա իր տնտեսությունը պահի, վերականգնի, առաջընթաց ունենա։ Դրա համար այսօր շատերը լքում են գյուղը։ Մեծ այգիներ չեմ ունեցել, ես բաց տարածք եմ ունեցել, մշակաբույս եմ մշակել, բանջարեղենի տեսակներ, բայց եկե հասել այն պահը, որ տենում ես չէ, այդ հալով ավելի է, դա չի խթանում, որպես առաջընթաց ունենաս, հակառակը։ Եկամուտ չես ստանում, որը բնակ կլիմայական պայմաններից, որը թունակի մկատները շատ թանկ են, պարատանուտները շատ թանկ են, հիվանդություններն ու վնասատուները շատ շատացան։ Հիմա մարդիկ պամիդոր են մշակում, ցեց տեսակ կա հիվանդության պամիդորի մեջ, լոլիկի, որը ամբողջությամբ բերքը փչացնում է։ Մարդը դնում մշակումը չի կարում, դրա դիմաց այսօր չեն կարում համարժեք թունակիմիկատ ստանան, որտեվ բացի թողի է, ոչ մեկ չի զբաղվում դրանով, որ հələ կան ասեն մա տնանք սրա փորձանմուշ վերցեն տանեն փորձարական լաբորատորիաներ ստուգենտենան սրա դեմ ինչ կարան առնեն։ Դրա համար հիվանդությունների վնասատու առաջ sense չէ, բնակլիմայական պայմանները շատ է փոխվել։ Քայլեր կան, բայց դրանք բավարար չեն։ Տեսեք, ասում է ինտենսիվ ջրային ինտենսիվ այգիներ կամ ինտենսիվ ոռոգման համակարգ, դա ենթադրենք մի հեկտար հողի համար կամ 1.5 հեկտար հող ունի մի տնտեսությունը, դա լրիվ բավարար չի կարա կազմակերպի, դա մեծ ահռելի ծախսեր է, որը անիմաստ է, դրա վրա ինչ որ ինտենսիվ այգի հիմնի կամ կաթիլային ոռոգում ստեղծի։ Պետք է պետությունը աջակցի, առանց աջակցության գյուղը առաջ չի գնա։ Ինչքան էլ գյուղացին ճիշտ է պետք է չարչարվի աշխատի իր հողի վրան, բայց առանց պետության աջակցության գյուղը գյուղ չի դառնա։